Ոչ խաբարություն ունիմ, ոչ տեղյակ եմ։ Լսել եմ, բայց չգիտեմ։ Ջրաշենի դպրոցում համադասարանցիների կողմից 13-ամյա տղային ծեծելու մասին գրեթե ամբողջ Հայաստանը գիտի, սակայն ջրաշենցիներ կան, որ ասում են, թե դեպքի մասին չեն լսել։ Մեզ հեռու մենք երեխեքուց ոչ խաբարին, ոչ ճանճնանք, ոչ լգինանք, թե որնին։ Բայց ընտանիքները Ընտանիքներն էլ հետնի։ Չեմ էլ լսել։ Նոր եղե։ Ոչ բան չգիտեն դրանից։ Բայց իրականում գյուղում բոլորն էլ տեղյակ են, թե փետրվարի 11-ին դպրոցում 7-րդ դասարանի աշակերտների միջև ինչ է եղել։ Լավ բան չեղե, պրոստո մանկավարժների անունի հետ են խաղում այդքան բան։ Այնքան ու լսերինք։ Կողքից եմ իմացել, տեղյակ չեմ աղջան։ Ինտերնետից, հեռուստատեսությունից ենք իմանում։ Իմացել ենք, որ չգիտեմ, սա Հայաստանով թնդում է, ուրիշ բան չգիտենք։ Իրար են ծեծե։ Ով է ծեծե, ումա ծեծե, զանգով հարցնելով իմացել եմ, վсё այդքան բան։ Հա, գիտեմ, որտեղ փոխել եմ, բայց ինչ եք լսել այ։ ուրիշ ոչ մի բան չեմ լսել ու չգիտեմ։ Դասարան երեխեքով իրար են, քաշքշեմ եկել հիվանդանոցում, այդքան։ Լսել ենք, որ ծեծել են բաները, բայց ես տեղյակ չեմ դրանից։ Մենք չենք ընկնում, հետաքրքրենք ոնց է եղել, ինչ է եղել, ում դադենք, ում արտարացնենք։ Դա մեր գործը չի։ Դադողը մեկն է։ Ամբողջ մարդկությանը կդադի ժամանակին։ 13-ամյա տղային դպրոցում ծեծել են 3 համադասարանցիները, մարմնական վնասվածքներով, գլխուղեղի ցնցումով ու ակնակապիչի կոտրվածքով դպրոցից տղան նախ տեղափոխվել էր Սպիտակի բժշկական կենտրոն, ապա Երևան։ Ներքին գործերի նախարարը հայտնեց, որ դեպքի մասին դպրոցը թաքցրել է։ Ուսումնական հաստատությունից չեն ունեցել ազդակ, որ նմանատիպ իրավիճակ կա կոնկրետ ուսումնական հաստատությունում, պարզում ենք օպերատիվ ճանապարհով, որ ոչ թե ուղակի սայթաքել է անձը եւ վնասվել, այլ եղել է ծեծկրտուկ, որի արդյունքում օրինակ մեր անչափահասը ունի կոտրվածք կամ հարցականով ցնցում։ Դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը չի մեկնաբանում, տեսախցիկից այն կողմ միայն նշում է, որ նախաքննություն է ընթանում, ասելիք չունի։ Ինչ որ ասել է դրանից ավելացնել ոչինչ չի։ Ներքին գործերի նախարարը դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին։ Համադասարանցում ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի մասին խոսել չեն ուզում նաև տուժած երեխայի ծնողներն ու հարազատները։ Հավանաբար չեն ցանկանում էլ ավելի լարել առանց այդ էլ սրված իրավիճակը։ Իսկ ջրաշենցիները պաշտում են դպրոցի տնօրենին։ Արտարկարգ աղջիկ է, իդեալական, ամեն ինչը շնորհքով։ Էլի լավ լսեք։ Մասին ուրիշ բաներ չգրեք, ընդիր տնօրենն է դերը։ Մեր տնօրենի պես տնօրեն, դպրո ամբողջ բանից մեջ չկա։ Սախ իդեալականին։ Այսքան ժամանակ դպրոցից մենք չենք դժգոհ։ Դա նորմալ դպրոց է, ախպեր։ Երեխա են։ Ոնց կլինի, որ դες բան չլինի։ Ընտիր դպրոց, ընտիր ուսուցչուհիներ, ու շատ գոհ են բոլորն էլ, ասենք մի հատ չարաճճ երեխա իրանց չարաճճություն արել է։ Բարդ է այսօր մանկավարժի գործը, նշում են ջրաշենցիները, տեղի ունեցածը դատապարտում են, բայց արտառոց որևէ բան չեն համարում։ Ասում են, անտեղի մեծ աղմուկ է բարձրացել աշակերտական սովորական վեճից։ Դու դպրոցում կռիվ արել ես այդ։ Չէ, բան եմ ասում։ Մի այդպես թե դուրի մատուցուն էլ այդ է եղել։ Վիճվել են էլի իրար, դե հայել միշտ էլ կա։ Ջրաշենցիները հուսով են, որ պատանեկան այս վեճը կհարթվի, երեխաներն էլ նորից կընկերանան։ Բայց եւ այնպես գտնում են, որ պետք չէ այսքան բանի հետև ընկնել։ Ասենք թե իրար չհասկանալով խփել են, չպետք է հանդրանացվեր։ Խոսանք, որ կհաշտվեն էլի երեխային։ Սա մինչև իրար չծեծեն, իրար հետ ընկերություն չեն ան։ Ու մինչ ջրաշենցիները սովորական բան են համարում տեղի ունեցածը, բաց է մնում գլխավոր հարցերից մեկը. ինչպես անել, որ սովորական վեճը չավարտվի առողջության համար ծանր հետևանքներով, եւ ի վերջո ինչպես հասարակության մեջ արմատավորել այն մտածելակերպը, որ ծեծը երբեք սովորական դեպք լինել չի կարող։